Վերել են այսօր դնում են խաչմերուկ հասկացությունը։ Մենք գիտենք խաչմերուկ հասկացությունը ինչ է։ Ես չեմ ուզում քննադատել առանձին մարդկանց ինչ-որ բան ասել, որովհետև եթե խաչմերուկ հասկացությունը ընդունում ենք, ուրեմն Աննա Ախմատովա այդ տղային հիշենք Գումիլովին, որը դոկտորական գրեց չհաստատվեց, բայց նրան վերցրեցին բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի անդամ եւ նրա գրած, որ մեր տարածքները կատալիզատոր են, բայց իդեմս Թուրքիայի այսօր գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի եւ սկսած 37 թվականից Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի սեղանի գիրքն է հանդիսանում, որ մեր տարածքներում տիրող Թուրքիան անօրինական այդ տարածքներին անօրինական զավթած Թուրքիան համարում է կատալիզատոր Եվրոպան, Ասիան իրար հետ կապելու համար։ Այսինքն մեր պետականությունը լինել չլինելու համար, պահպանելու համար, այսօրվա որ մենք ասում ենք այդ երիտասարդները, որովհետև մենք զոհ ենք տվել մեր ժողովուրդը ոչ թե ընդլայնված, այլ պարզ վերարտադրություն չի ունենալու։ Անկախ նրանից ինչ թիվ է ներկայացած 5000 թեև փորձագետների մոտ ուրիշ թվեր են վիրավորված, հաշվանդամավորված, չէ, առաջիկա 3 սերնդին մենք վերարտադրություն չենք ունենալու։ Այսինքն այդ կորուստը լրացնելու համար վերարտադրություն ունենալու ենք, բայց դրական բանը չի լինելու, մահացությունը պարզ վերարտադրություններ չի լինելու, կան լայնված, պարզ, այո։ Եվ ինքնիշխան մենք պետք է այդ բացը լրացնենք համախմբված, նորից անցնենք կոմունիկատորի կարգավիճակին եւ դա Աստծո կամոք իրականացում է, միշտ չկա, ոչ գիտական, որովհետեւ արդեն բոլոր հնարավոր վատ, ոնց է, վնասելու պրոցեսներին մենք մասնակցել ենք, որովհետև դեգրադացված իրավիճակում ենք ապրում, որը հարիր չի, ասենք, մեր ժողովրդին։ Հարց պետականությանը ինչ վտանգ է սպառնում եւ ինչպես պաշտպանել Հայաստանի պետականությունը այսօր։ Այսինքն կոմունիկատոր ասել հասկացությունը դա նշանակում է, որ որպես պետականություն, ինչպես նախկինում, պետք է ունենանք պետական կապեր բոլորի հետ, իսկ մենք այսօր ժողովուրդների միջև բարեկամությունը փոխում ենք հիմնականում շփոթում ենք պետապետությունների միջև ունեցած հարաբերությունների հետ։ Պետականության ցանկացած երկրի պետականությունը պահելու համար անհրաժեշտ է։ Առաջինը ներկայումս ցանկացած պետություն ներդրումային համարվում է ներդրումային ինվեստիցիոնная привлекательность этого субъекта ներդրումային գրավչություն, բայց մեր ժողովրդի համար միևնույն ժամանակ ավելանում է մեր խախտված իրավունքների վերականգնումը, որովհետև այդ խախտված իրավունքները առաջի, երրորդ համաշխարհային մենք համարում ենք մի համաշխարհային պատերազմ, նոր իրավունք չի բերել։ Այս իրավունքների խախտված իրավունքների վերականգնման խնդրումը մեր լինել չլինելու անվտանգության հիմնական հարցն է համարվում։ Եթե մնացած պետությունները նույնիսկ տարածք չունենալով, ինչպիսին Իսրայելն է, այսօր տեսեք միջուկային զենք ունի եւ ասում են ինչի Իրանը օրինակի համար չի կարողանում, որովհետեւ այդ հակաօդային պաշտպանությունը պաշտպանվում է։ Թեև մենք չնշեցինք, որ Իրանն էլ այսօր նման ձևով ինչպիսին Պակիստանի դերն էր, երբ Խորհրդային Միության զորքերն էին այնտեղ եւ Միացյալ Նահանգների համար պլատֆորմա է, այսօր արդեն նրանք տիրապետում են եւ միջուկային զենքին նույնպես Չինաստանի կողմից։ Կա պետություն, ձեր ասած օթիակ կամ մեծ գերտերությունները, դուք նշեցիք Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ Ինչ է Հայաստանը Միացյալ Նահանգների համար, ինչ է Հայաստանը Չինաստանի համար։ Երկուսիդ էլ խնդրելու եմ այդ պատասխանել։ Ձեզանից սկսենք։ Նախ ես ուզում եմ նշել, որ մի տենց հանդիպման ժամանակ, երբ որ ամերիկացիներ կային Երևանում եւ նրանք հաճախ գալիս գնում են, որտեղ ասենք մենք մեր հայկական սփյուռքի միջոցով, մասնավորապես Ամերիկայի, ստեղծել ենք Ամերիկայի անվտանգության հայկական քաղաքակրթական հիմնարկ, ինստիտուտ։
Եվ այդ ինստիտուտի մեջ կան, ասենք, ամերիկացիներ, կան հայեր, ծագումով եւ հաճախ են գալիս, ես ասում եմ ամերիկացիներն ասում մեծ երկիրը, երբ որ միսիա վերցնում իրեն վրա եւ հրաժարվում է, նա պետք է զգուշանա, որ այդ տիպի հրաժարումը կարող է բերի այդ երկրի ոչնչացմանը, այն ինչ որ կա, էլի քանդմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գերտերություն է դարել, երբ որ անցել է Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոսը, Եվրոպա եւ առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է այդ Սևերի եւ Դաշնագրի հարցերի քննարկմանը եւ ընդունել է հայկական մանդատը Վիլսոնի իրավավար վճիռը։ Եվ ասեմ, եթե դուք հրաժարվեք այդ վճռից, ապա պատիժը լինելու է, որ առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպեսին ինչ որ դուք պատկերացնում եք գերտերություն, նա փլուզվելու է։ Եվ վերջին հաշվով ասենք, այս ժամանակ որ այդ հարցը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինքը որակապես ուրիշ երկիր է եղել։ Պատկերացնում եք, քրիստոնյա ամերիկացիները, ամեն մի քրիստոնյա ամերիկացի իրեն ճաշից ինչ որ հատված վերցրել է այդ գումարը, տվել է հայրի օգնության ֆոնդին, որի մասին Մարտիկ Յուրիևիչ ավելի լավ գիտի, ավելի լավ կպատմի, դա վեհացրել է եւ Ամերիկային եւ փրկել է 100,000-ավոր հայերի եւ այդ միսիա, այսպես դրել Ամերիկայի, դրանից հրաժարվելը կբերի Ամերիկայի Միացյալ Նահանգների քանդմանը, ոնց որ ասենք մենք տեսանք ինչ եղավ, ասենք Սովետ Միության մեջ, երբ որ ինքը հանդիսանում էր կոպիտ ասած երրորդ աշխարհի սատար ուժը, ինքը մարդկային բաներ էր անում, ասենք այս երկրիներ զարգացնում են երկրին եւ այլ, ինչ որ պահին, ինչ որ որոշում կայացվեց, հրաժարվեցին այդ միսիայից եւ բերեց Սովետ Միության փլուզմանը եւ չօգնեց ոչ միջուկային զենքը, ոչ ահռելի զորքը եւ այլ եւ այլ։ Դուք պատասխանում եք ինչպես պետք է Միացյալը, պետք է, ինչպես եք տեսնում։ Այսօրվա մասին։ Փաստացի։ Այո, մենք աշխատում փաստացի Հայաստանին ինչպես է դիտարկում Միացյալ Նահանգները, դա ուրեմն կան շրջանակներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ այդ բանը հասկանում են եւ մենք աշխատում ենք այդ շրջանակների հետ, ասում ենք sense։ Իսկ գլոբալ քաղաքականության մեջ Գլոբալ քաղաքականության մենք ասենք Վիլսոնի իրավարար վճիռը կոպիտ ասած դրել ենք բան Թրամփի սեղանին, իմանալու հանդերձ, որ Թրամփը Էրդողանի հետ 65 զանգա փոխանակե 44 օրյա պատերազմի, որտեղ եւ Թրամփը եւ Էրդողանը եւ Պուտինը եւ դա սա այդ մի արհեստական բանականության բոլոր հանձնարարականները կատարել է Թրամփն էլ, Էրդողանն էլ, Պուտինը։ Իսկ պատվիրատունով է եղել արհեստական բանականության այդ Ատլանտյան քաղաքակրթությունը, Ատլանտյան սկսած Ատլանտիդայից, չէ, որը այսօր գրում է Պալանջիր անունը։ Այսօր այդպես է կոչվում։ Ընդհատեցի ես ներողություն եմ խնդրում, կարող եմ շարունակել Միացյալ Նահանգներում առաջի օգնությունը, երբ մտնում ես կոնգրես, այնտեղ 5 նահանգների ներկայացուցիչների կան քանդակները կամ արձանները, նրանցից մեկը կին է եւ Իովա նահանգից առաջի օգնությունը մարդասիրական, որ մերձավոր արևելքի եւ հայ երեխաներին կանանց փրկության հարցով զբաղվող նրա կիսանդրին է։ Այսինքն նորից դուք պատասխանում եք, իհարկե շնորհակալություն այդ ինֆորմացիայի համար, դուք պատասխանում եք այն հարցին, թե ինչ է եղել, կամ ինչպես են վերաբերել Հայաստանին Միացյալ Նահանգները նախկինում, կամ ինչպես պետք է վերաբերեն, ինչպես դուք եք պատկերացնում։ Իմ հարցը այսօր ինչպես է վերաբերում, եթե չունեք դրա պատասխանը, եթե կարելի է, ես ուրեմն կարճ, այս բոլոր միջոցառումները, ինչ իրականացում են Միացյալ Նահանգների հետ,
Եվ պատահական չէ նույնիսկ տրիպսի, հա, ճանապարհը, տրիպի ճանապարհը, պատահական չէ որ ինչպես 100 տարի առաջ եկել են այստեղ ուսումնասիրել են մարտահամար են իրականացրել, թե ման են գալիս նավթի, մոտավորապես 5 տարի նման մարդիկ եկել են Հայաստան ուսումնասիրել են, պրոֆեսոր Գևորգյանը տեղյակ է, մինչև Մեղրի, Այսինքն հետաքրքրությունը եղել է եւ հիմա էլ իրագործում են, փորձում են իրագործել։ Այս աշխատանքները զուգահեռաբար տարվում է մանդատին հասնելու համար, մեր խախտված իրավունքների Դրա համար ես երկար ասեցի, կարճ ասեմ, այո։ Այսինքն Չինաստանը օրինակ հստակորեն պատկերացնում է եւ պատկերացնում էր առաջ ուղղակի մեր ղեկավարությունը հանցագործ, էլի հանցագործ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից Չինաստանի հետ, որ շատ էական տրամադրություն կար աշխատելու չարվեց, բայց Չինաստանը այդ մետաքսի ճանապարհ դեպի Եվրոպա առաջին հերթին եւ ընդհանրապես աշխարհ պատկերացնում է իր հին են գիտելիքները, որ հայերը մետաքսի ճանապարհի մեջ ունեցել են առանցքային դեր եւ մետաքսի ճանապարհի լեզուներից մեկը եղել է հայերեն, մյուսը չինարեն, հիմնականում հայերեն, որտեղ հայերն են այդ միջնորդ կոմունիկատոր կամ հաղորդիչ է եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Չինաստանի մեջ։ Իրենք այդ շատ լավ հասկանում են եւ ստեղծել են Հայաստանում այսօր կա երկու չինական դպրոց։ Մեկը գտնվում է Քանաքեռի բարձունքում, որը 30 միլիոն դոլար ինվեստիցիա արել դպրոցի վրա, բայց ցավոք սրտի այդ դպրոցը հենց հանձնել են հայ չինովնիկներին, դարել է ուղղակի կոռուպցիայի, ես բացահայտ եմ ասում, ես ընդեղ եմ ապրել եւ առնչվել եմ։ Կոռուպցիայի բուն եւ իր որակները բավական ընկել է այդ դպրոցի։ Չինացիները իմանալով հայերի դերակատարությունը չինական դպրոց են պատրաստել եւ մենք ասենք պետքա դա էական օգնել։ Մյուս շատ կարեւոր հարցը դա արհեստական բանականությունն է, դա օբյեկտիվ իրականությունն է, որ այսօր աշխարհը քվանտային ինֆորմատիկայի դարաշրջանի մեջ է, որը շատ ավելի մեծ ազդեցություն է թողնելու մարդկության, մարդկային հասարակության վրա, քան նախորդ ատոմային եւ այլ հայտնագոր ատոմային ռումբի ստեղծում եւ այլ։ Եվ պատահական չի, որ ասենք Հայաստանում բացվել է արհեստական բանականության ֆաբրիկա, երկու ֆաբրիկա, որը Հայաստանին այդ իմաստով դարձնում է աշխարհի 5 տերություններից մեկը։ Այնտեղ ծրագիր կա նաև դա շարունակելու եւ դարձնելու երրորդ իր հզորությամբ։ Հիմա սա օբյեկտիվ բան է, ես ինքս աշխատում եմ այդ համակարգի հետ եւ տենում եմ նրա ժամաժամ հզորացումը։ Ուրեմն կամ մենք պետք է տիրապետենք այդ տեխնոլոգիաներին եւ կոպիտ ասած դառնանք օգտագործող կամ այդ տեխնոլոգիաները մեզ են ենթարկելու եւ երկրորդ կարևոր դա բնական է Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլատրությամբ արվում չնայած այնտեղ փող տնօրենը այդ ամբողջ կոնցերնի մեր հայրենակիցն է եւ դա շատ լավ է որ ասենք այդ տիպի ձեռնարկություն որ աշխարհի համար առաջինն է իր կոմերցիալիզացիա մոտարպես 5.5 տրիլիոն դոլարի հզորություն ունեցող եւ ասենք մեր բուհերը պետք է մի երային ակադեմիան կոնկրետ ծրագրերով բանով եւ այլ, բայց մենք դեռ ինչ որ դե նախարարություն ստեղծեցին արհեստական բանականության քրթական համակարգը պետք է փոխել Չինաստանը այսօր էլ պատրաստ է եւ պետք է ես ուղղակի կարճ ասեմ որ ժամանակին մի ծրագիր երկաթուղու ամբողջ Սյունիքով ստեղծվել է տրվել է չինացիները առաջարկել են իրենք սարքեն այդ ավարտեն այդ ծրագիրը 1 տարվա ընթացքում
շատ լավագույն պայմաններով, բայց Սերժ Սարգսյանի ժամանակ դա մերժվել է։ Երկրորդ անգամ մերժվել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ես հասկանում եմ, ոչ թե նրանց իրենց ցանկությունն է եղել, այլ ուղղակի ճնշումների տակ են եղել, բայց մի ժամանակն է։ Այսինքն դուք արձանագրում եք, որ Չինաստանը հետաքրքրվածություն այնուամենայնիվ ունեցել է եւ չեք բացառում, որ հնարավորության ոչ մի խաչմերուկ, ոչ մի տրանսպորտ չի կարա փոխարինի մարդկային կոմունիկացիաներին, որը տվյալ պարագայում հայերը ի բնե իրենց գենետիկ բանով կարող են կազմակերպել եւ կողմերին բերել վստահելի պայմանագրային հարաբերությունների։ Ուրիշ ձևի հնարավոր չի զարգացնել քաղաքակրթությունները փոխգործակցությունը։ Պարոն Գասպարյան, Երևի կարճ նշեցիք դուք, ոչ մեկը ոչ մի բան չի արել, բայց այնտեղ 1 միլիարդ 200 միլիոն խանցեղի այնտեղ ունենք 8%։ Այսօր սոցիալիզմից կապիտալիզմի անցման մեթոդները, որը տնտեսագիտության մեջ չկա եւ պետք է սեփականաշնորհման process-ին չանդրադառնալ հետագա խնդիրների համար, այսօր մեր կառավարությունը համագործակցած չինացիների հետ տեղայնացնում է նրանց առաջի կազմակերպած, ինչքանով կստացվի ես չգիտեմ, համագործակցությունը կա եւ կա գիտության բնագավառում մենք ունենք, պետք է համենայնդեպս Չինաստանը այդ ձևով 18 տրիլիոն 850 միլիարդ դոլար հետ է բերել եւ այն որ այստեղ մի կատարում է գուցե բիրտ ձևերով է կատարում եւ այլն խոսքը գնում է Գագիկ Ծառուկյան եւ այլ բյուջետի պատկերը սա գնալու է հասնելու է բոլոր օլիգարխներին, որտեղ այդ պարազիտներ են եւ նրանք ոչ իրենց են պետք, ոչ էլ ստացվում է որ այո, ստացվում է ճիշտ է դժվարությամբ, ճիշտ է ոչ ճիշտ միշտ ճիշտ են կողմնորոշվում մեր իշխանությունները, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը իր դերը շարունակում է իր դերը ունի եւ ունենալ եւ վերջի էթնոսը, որը լույսը կհանգցնի երկիր մոլորակի վրա, դա հայերն է լինելու։